Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք և վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։ Հանրապետական մամուլի տեսությունն է ԱՐՄ ռադիոյի եթերում։ Նոր աշխատանքային շաբաթվա առաջին օրը նշանավորվել է երկրի համար կարևորագույն իրադարձությունների զարգացումներով, ինչի մասին էլ գրում է այսօրվա մամուլը։ Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին։ Նիստին ներկա են եղել Եվրազեսի անդամ պետությունների ղեկավարները։ Քննարկումները ուղղված են եղել Եվրազեսի ինստիտուտների վերակազմավորման եւ դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը, հաղորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Իրանը շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը հնարավոր է միայն երկխոսությամբ։ Ներքաղաքական նաև միջազգային հարթակներում Ղարաբաղյան հարցի առնչությամբ հնարավոր տարածաշրջանային բոլոր խաղացողների բերանը խոսք դնելու հարցում ադրբեջանական կողմը անցնում է բոլոր սահմանները, ինչն էլ որոշ պարագաներում տարբեր ներկայացուցիչների դրդում է կրկին հիշեցնել սեփական դիրքորոշումները Ղարաբաղյան հարցի առնչությամբ, որոնք աշխարհին աղավաղված են մատուցվում։ Թերևս հենց այս առնչությամբ Հայաստանում Իրանի դեսպանությունը անհրաժեշտ համարել առանձին հայտարարությամբ հանդես գալ, ինչին էլ անդրադարձել է Օրաթերթը։ Մեջբերեմ, եւս մեկ անգամ շեշտվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոխվել եւ հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով։ Իրանի քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ ըստ հաղորդագրության մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա։ Մյուս կողմից Իրանը իբրև միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգություն է հայտնում տարածաշրջանում լարվածություն եւ որևէ տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ։ Նշվում է իրանական կողմը ի հաստատումը ավելի վաղ արված հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ ԲՀԿ 6-րդ համագումարում հաստատվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, գրում է Պաշտոնաթերթը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շաբաթ օրը տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում կարևորել է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն համերաշխության մթնոլորտում, ազատ, արդար եւ թափանցիկ։ Մեջբերեմ, բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար։ Մեզ պետք է ոչ թե թշնամանք, այլ սթափ մրցակցության մթնոլորտ։ Թշնամանքով երբեք որևէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու։ Արդար մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը։ Միայն այսպես կարող է պահպանվել ընտրողի իրավունքը, ասել է Գագիկ Ծառուկյանը։ Լրացումներ գովազդի մասին օրենքում ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերի ընթացքում քննարկված շուրջ 2 տասնյակ օրինագծեր եւ 3 միջազգային պայմանագրեր, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Քննարկվել է կառավարության ներկայացրած գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ օրինագծի նպատակն է կանոնակարգել Երևան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին։ Մեջբերեմ, սահմանվում է, որ Երևանի քաղաքապետը իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանոթագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաև համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար։ Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Երևանի քաղաքապետն իրավունք ունենա կիրառելու տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև 100 պատիկի չափով։ Երեք ազգային ժողովում տեղի է ունեցել նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագծի երկրորդ քննարկումը, որը քննադատության է արժանացել թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմության կողմից, որակվելով որպես հակասահմանադրական։ 168 ժամը Հայաստանի Հանրապետության դատախազ Աղբան Հովսեփյանից հետաքրքրվել է, թե ինչպես վերջինս կմեկնաբանի այս հարցի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչին ի պատասխան Հովսեփյանն ասել է. Մեջբերեմ, ցանկացած հարցի վերաբերյալ կարծիքները կարող են լինել բազմաթիվ եւ իրարամերժ, սակայն ոչ մի անհատ, անկախ նրա քաղաքական հայացքներից, դիրքից, սեռից եւ տարիքից չի կարող որոշել այս կամ այն օրենքը սահմանադրական է թե ոչ։ Դրա համար գոյություն ունի սահմանադրական դատարան։ Հին մտածողներն են դեռևս նկատել, չկա օրենք, որ բոլորի սրտով լինի, առավելևս, երբ այն սահմանում է որոշակի ընթացակարգեր։
Երեկ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին Տիգրան Տեր-Պետրոսյանը Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում առաջադրվելու հայտ է ներկայացրել, հաղորդում է 168 ժամը։ Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում իր տեխնատությունն է առաջադրել նաև ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը, ըստ ժառանգության այդ ընտրատարածքում առաջադրվելու է նաև Անահիտ Բախշյանը։ Նույն պարբերականը հաղորդում է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի տեխնացու Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը հարցին թե մտավախություն չունեք, որ Գյումրիում ձեր ընտրողները ձեզ չեն ճանաչում, ասել է. «Մեջբերեմ, ընդունում եմ, որ մի ստվար զանգված կա, որ ինձ դեռ չի ճանաչում, բայց մինչև ընտրություններ կարծում եմ կհասցնենք բոլորի հետ էլ ծանոթանալ»։ Նաև հավելել է, թե չի կարծում, որ Գյումրիում արկա ներկայիս ծանր սոցիալական պայմաններում գյումրեցու համար մեծ կարևորություն է ներկայացնում տեխնացուի դրսից կամ ներսից լինելը։ Ազգային ժողովի գործող պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ասելուսում հայտարարել էր ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին, շուտով պատգամավորի տեխնացու է առաջադրվելու Ավանի թիվ 1 ընտրատարածքում։ Երեկ այս մասին Հայկական ժամանակի թղթակցին հայտնել է ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա ասուլիսում Հայրապետյանն ասել էր, որ պատգամավորի տեխնացու չի առաջադրվելու, եւ այդ մտադրությունից իրեն կարող է ետ համոզել միայն Սամվել Ալեքսանյանը։ Հայկական ժամանակը անդրադառնում է թեմային գրելով. «Մեր թղթակիցն էլ Ալեքսանյանից հետաքրքրվեց, պատրաստվում է համոզել Հայրապետյանին»։ «Այո, պատրաստվում ենք, որ տեսնեմ, կզանգեք, հետո կասեմ համոզել եմ, թե չեմ համոզել», ասել է նա։ Երեկ Ալեքսանյանը մեր թղթակցին զանգել ավետել է, որ իրեն հաջողվել է կատարել առաքելությունը, այսինքն Հայրապետյանին համոզել, որ մեծամասնականով առաջադրվի։ Այս լուրի կապակցությամբ երեկ մեր թղթակիցը փորձել է պարզաբանումներ ստանալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգնական Արայիկ Մանուկյանից, որը սակայն հրաժարվել է որևէ մեկնաբանությունից։ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ի կողմից իրեն առաջարկ է եղել ընդգրկվել կուսակցության համամասնական ցուցակում, բայց դեռ չի պատասխանել, քանի որ ուսումնասիրում է կուսակցության համագումարային նյութերը եւ նախընտրական պլատֆորմը։ Հայկական ժամանակը գրում է. Քանի որ ԲՀԿ-ն հռչակել է սկզբունք կարգախոս ոչ թե ժողովուրդը կուսակցության համար, այլ կուսակցությունը ժողովրդի համար, ես իմ համաձայնությունը տվել եմ ԲՀԿ-ին համամասնական ցուցակում մասնակցելու ընտրություններին, պահպանելով իմ անկուսակցական վիճակը։ Երեկոյան մեր թղթակցի հետ զրույցում իր որոշումը հայտնել է քաղաքագետը։ Ըստ նրա, ինքը ոչ թե Օսկանյանի պես անդամագրվելու է կուսակցությանը եւ մի կողմ է թողնելու իր մասնագիտությունը, այլ շարունակելու է քաղաքագետների միության վարչության որդեգրած ծրագիրը, այն է ընտրությունների հանրային վերահսկողության քննարկումների շարքը եւ վերահսկող շտաբի ձևավորումը։ Մեր թղթակցի հարցին ԲՀԿ ցուցակի որտեղում է լինելու, Հովհաննիսյանը պատասխանել է, որ դա թողել է կուսակցության հայեցողությանը, բայց լինելու է անցողիկ բարձր տեղում։ Թիվ 4 ընտրատարածքում, որտեղ խոսք է գնում Զարուհի Պոստանջյանի առաջադրման մասին, իր տեխնատությունն առաջադրելու մասին հայտարարել նաև լրագրող 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով կարծիք է հայտնել, որ ազատ դեմոկրատները իրեն կաջակցեն։ Առավոտը ժառանգության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնություն կա ժառանգությունն ու ազատ դեմոկրատները այս երկու տեխնատուններից վերջապես ում են սատարելու թիվ 4 ընտրատարածքում։ Հարցին Սաֆարյանը պատասխանել է. «Մեջբերեմ, ես կարծում եմ, երբ մենք մեր համամասնական ցուցակը համաձայնեցնում էինք, ազատ դեմոկրատների մեր գործընկերները տեղյակ էին նաև մեր մեծամասնական առաջադրումների մասին։ Վստահ եմ, որ բանակցությունների ընթացքում դրա մասին խոսվել է եւ անշուշտ տեղյակ պահվել է, որ ժառանգությունը իր կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր այս անդամներին։ Բայց եթե հարկ լինի եւս մեկ անգամ քննարկել, իհարկե դա չեմ բացառում»։ Երեկ իր համամասնական ցուցակն է կազմել նաև կոմունիստական կուսակցությունը, ցուցակը ղեկավարում է Կոմկուսի ղեկավար Ռուբեն Թովմասյանը, երկրորդ տեղում առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն է, երրորդը ՀԿԿ փոխնախագահ Տաճատ Սարգսյանը, չորրորդը Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Հրապարակը գրում է, որ կոմունիստական ուժերը մեծ հույսեր են ունեցել, որ նույն գաղափարախոսությունը կրող ուժերին կմիավորեն, սակայն միավորումը տեղի չի ունեցել։ ՀԱՍԿ-ը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը Մովսես Շահվերդյանի ղեկավարությամբ միացավ ԲՀԿ-ին։ Կոմկուսին չմիացավ նաև Դեմկուսը, որի նախագահ Արամ Սարգսյանի հետ օրեր առաջ բանակցում էր Վազգեն Սաֆարյանը, այդուհանդերձ վերջինս որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին։
Հրապարակ օրաթերթը հաղորդում է, մինչ բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց համամասնական ցուցակների կազմամբ, օրինաց Երկիր կուսակցությունը պատրաստում է մեծ շուկով նշել իր 15-ամյակը եւ որոշել է խորհրդանշական թվով 15,000 օեկականների հրավիրել միջոցառմանը, որը կայանալու է Մազահամերգային համալիրում եւ որին մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։ Թերթը գրում է. իսկ նախորդին կայացած քաղխորհրդի նիստում ՕԵԿ-ը ավելացրել է փոխնախագահների թիվը 2-ից 4-ի։ Հեղինե Բիշարյանին եւ Մհեր Շահ-Կելդյանին ավելացել են նաեւ Արմեն Երիցյանն ու Հովհաննես Մարգարյանը։ Իդեպ, ՕԵԿ ցուցակը կազմված է լինելու հետեւյալ հաջորդականությամբ՝ Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան, Սերգո Կարապետյան եւ Խաչիկ Հարությունյան։ Օրվա մամուլի հրապարակումների մասին այս ժամի համար այսքանը։ Օրվա մամուլի տեսությանը ծանոթացեք նաև համացանցում, Facebook-ում, YouTube-ում եւ Twitter-ում, փնտրելով Արմ ռադիո FM 107։ Ինչ են գրում թերթերը։ Որտեղ է ճշմարտությունը։ Մենք ներկայացնում ենք եւ վերլուծում։ Դուք տալիս եք ձեր գնահատականը։ Մամուլի տեսություն կամ մամուլի մոնիթորինգ։